Նախ եւ առաջ շնորհավորում եմ բոլորիս Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ։ Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերն ու հնարավորությունները, համագործակցության նոր հնարավորությունները։ Համոզված եմ, որ միջոցառումը նոր խթան կդառնա հատկապես Հայաստանի ֆոնդային բորսայի գործունեության ակտիվացնելու համար։ Այսօր մեր տնտեսությունը կարիք ունի նոր ֆինանսական միջոցների, ներդրումների, նոր գործիքների, տնտեսության զարգացման տեմպերը բարձր մակարդակի վրա պահելու համար։ Գործող հնարավորությունները, հատկապես միայն բանկային համակարգի միջոցներն արդեն բավարար չեն տնտեսության աճի խթանման համար։ Կարծում եմ ժամանակն է ակտիվացնել հատկապես ներքին ռեսուրսները տնտեսության մեջ ներգրավելու համար։ Հայաստանի Հանրապետության վերջին շրջանի տնտեսության հաջողությունները պայմանավորված են եղել մի շարք գործոններով՝ մակրոտնտեսական երկարաժամկետ աճ, հավասարակշռված բյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի կայունություն, ֆինանսների հասանելիության աճ։ Երբ խոսք է գնում Հայաստանի տնտեսության զարգացումներից, ապա կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման մեծ թափ է հավաքել, գրանցելով միջինում 7-8 տնտեսական աճ։ Մասնագետների շրջանում հստակ համաձայնություն կոնսենսուս կա, որ մեր տնտեսական աճի ներուժը բարձրացել է։ Դա իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերի, ինչպես նաև զուգահեռ օբյեկտիվորեն արտաքին գործոնների ազդեցության շնորհիվ։ Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը եւ խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին նոտարիական ներդրումներով աշխատող արտադրությունները։ Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների անդախադեպ ցնցումների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայանության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, եւ որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով։ Մեր երկրի զարգացման հիմնական ուղղությունները գիտության, կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն են։ Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող եւ արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի առևտրային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացումը։ Մենք փորձում ենք տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա հիմնովին նոր գիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ, շեշտը դնելով կրթության, գիտության եւ հետազոտության վրա։ Որպես դրա վառ վկայություն, Հայաստանի կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությամբ եւ բարեփոխում կրթական համակարգի բոլոր օղակները, մեծացնելով կրթությանը եւ գիտությանը պետական բյուջեի հատկացումները։ Ուղղակի մի քանի թիվ։ Այսպես, եթե 2020 թվականին գիտության գծով ծախսերը կազմել են 13 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին այն կազմել է 32 միլիարդ կամ համախառն ներքին արդյունքի 1.1%-ը։ Կրթության գծով ծախսերը 2020 թվականին կազմել են 144 միլիարդ դրամ, իսկ 2024 թվականին 288 միլիարդ կամ համախառն ներքին արդյունքի 9%-ը։ Մեկնարկել է նաև բեկումնային նոր ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնելու բարձրագույն կրթության որակը եւ ձևավորելու հետազոտությունների եւ մշակումների զարգացման էկոհամակարգ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ։ Ոլորտի լավագույն ավանդույթներն այս ժամանակաշրջանում վերաճել են մի միջավայրի, որտեղ համատեղ գործում են մի կողմից այնպիսի համաշխարհային տեխնոլոգիական խաղացողներ, ինչպիսիք են Nvidia-ն, Synopsys-ը, Siemens-ը, AMD-ն, Adobe-ը, Dell-ը եւ այլն, իսկ մյուս կողմից այստեղ ծնունդ առած այնպիսի հաջողակ ստարտափներ, ինչպիսիք են Discard-ը, Service Titan-ը, Yerevan-N եւ այլոք։ Հավատացած ենք, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման եւ համագործակցության ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերը, էներգետիկ համակարգերը եւ հեռահաղորդակցությունը։ Լինելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի եւ հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական տարածաշրջանում, մենք նաեւ կարևորում ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը։ Այս համատեքստում կարևորում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որի ավարտի մասին հայտարարվեց այս տարվա մարտին, եւ համաձայնագրի ստորագրումը։ Մենք նաեւ գտնում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող եւ ինտեգրող գործոն հանդիսանալ տարածաշրջանի երկրների համար։ Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսական շահերի համադրությամբ մենք պատմական հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության, փոխկապակցվածության եւ բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ։ Այս համատեքստում կցանկանայի նշել, որ մենք մեկնարկել ենք խաղաղության խաչմերուկի ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է վերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում եւ ենթակառուցվածքներ ապաշրջափակելու միջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը բոլոր երկրների միջև։ Այս ամենին մեծ թափ կարող է հաղորդել միայն արդար հասարակության ձևավորումը եւ այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդումը, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը։ Մեծ թափով ձեռնամուխ ենք եղել արդարադատության լայնածավ բարեփոխումներ անելու գործին, համատարած վերափոխելով դատական համակարգը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը։ Վերը թվարկածը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, քաղաքական եւ տնտեսական, որոնք ճանապարհ են հարթում եւ հարթելու են դեպի այնպիսի առաջադեմ միջավայր, որտեղ խաղաղ եւ բարգավաճող Հայաստանն ու Հարավային Կովկասն իրենց մեծ նպաստը կբերեն աշխարհի տնտեսական զարգացումներին, բնակչության բարեկեցության բարձրացմանը եւ գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ, ինչպես նաեւ Եվրոասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակի առթիվ։ Մաղթում եմ արգասաբեր աշխատանք։ Շնորհակալություն։